Աշտարակ Երևան ճանապարհի այս հատվածում անցորդների մի ստվար զանգված այսպես է անցնում մի մայթից մյուսը։ Այս կանգառից օրինակ, որտեղով անցնում է գյուղական բնակավայրերը սպասարկող տրանսպորտը, մինչև ամենամոտ հետիոտնային անցումը մոտ 600 մետր է։ Ամեն օր այս մայրուղին հատող քաղաքացիներից մեկը, որը չկամեցավ տեսախցիկի առաջ երևալ, պատմեց. հատկապես տարիքով մարդկանց համար դժվար է այդքանը ոտքով անցնել, բայց այսպես վազելով էլ մայթն անցնելը հեշտ չէ։ Պրոշյան գյուղից մինչև Երևանի սկիզբը ընկած ճանապարհահատվածում 2023-ին 2 վրաերթ է եղել, երկուսն էլ մահվան ելքով։ 2024-ին 4 դեպք մարմնական վնասվածքներով։ Պարեկային ծառայության պետի տեղակալն ասում է, ամեն մետրին ոստիկանության ծառայող չի կարող լինել, իսկ հետիոտնային անցումներ ամբողջ ճանապարհի երկարությամբ հնարավոր չէ իրարից բավականին մոտ տարածությամբ ունենալ հետիոտնային անցումներ, որովհետև դա նպատակահարմար չէ, հենց երթևեկության անընդհատությունն ու այսպես ասած արագությունը, միջին արագությունն ապահովելու տեսանկյունից։ Պրոշյան գյուղից մինչև Երևանի մուտքը ընկած ճանապարհահատվածում կա 5 հետիոտնային անցում։ Չիլինգարյանը նշում է, դրանցից 2-ը շահագործման են հանձնվել 2024-ին, հաշվի առնելով պատահարների վիճակագրությունը։ Բացի այդ, հաշվի առնում տվյալ տարածքում երթևեկության ինտենսիվությունը, ինչպես տրանսպորտային միջոցների, այնպես էլ մարդկանց տեղաշարժի ինտենսիվությունը, տեղի ունենում նոր շինարարական աշխատանքներ, կառուցվում են նոր բնակելի թաղամասեր կամ նոր հասարակական նշանակության օբյեկտներ, որոնք իրենց հերթին առաջացնում են որոշակի տեղաշարժ դեպի այդ օբյեկտները եւ հետագայում կարիք է առաջանում գնահատել օրինակ տեղափոխել հետիոտնային անցումը մեկ այլ տեղ կամ կառուցել նոր հետիոտնային անցում։ Արման Չիլինգարյանի դիտարկմամբ պատահարների պատճառը ոչ միայն հետիոտնային անցումների հեռու լինելն է։ Իմ կողմից նշված հետիոտնային անցումների կառուցումից կարճ ժամանակ անց մենք ունեցանք վրաերթի դեպք հենց այդ հատվածում, մինչև անցումը հասնելը մոտ 25-30 մետր հեռավորության վրա հետիոտնը ճանապարհը հատել էր չթույլատրված վայրով եւ ենթարկվել վրաերթի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեցինք, վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ կառուցելու մտադրություն կա, արձագանքը կարճ էր։ Այս պահին իրականացվում է մասնագիտական ուսումնասիրություն, նպատակահարմարությունը հասկանալու համար։ Իսկ մինչ այդ մարդիկ կհատեն ճանապարհն այսպես, ոչ միայն հուսալով, որ ապահով կանցնեն, այլև պարեկները դա չեն նկատի։ Հակառակ դեպքում տուգանքը 5000 դրամ է։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, լուրերի համար։